Բարև երկիրը շարունակում է իր ընթացքը, սիրելի հեռուստադիտողներ, ժամանակն է եթերը տրամադրել առողջությանը եւ բժիշկներին։ Առողջ երկիր բժիշկ Մանուկյանի հետ էջն է այս պահին եւ այս շաբաթ բժիշկ Մանուկյանի հյուրը Medtech Service ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Մանուկյանն է։ Մեր նախորդ եթերին էլ, եթե կհիշեք, սիրելի հեռուստադիտողներ, խոսում էինք ոչ թե հիվանդություններից, ինչպես սովոր են լսել բժիշկներից, հեռուստադիտողները, այլ խոսում էինք ժամանակակից բժշկական սարքավորումներից ու գործիքներից, որոնք կարծում եմ գործի կեսն են եւ հետազոտության եւ ախտորոշման եւ բուժման, այո, այս պահին եթերը տրամադրենք ձեզ, հարգելի բժիշկներ, դուք ներկայացրեք։ Այսօր մեր հյուրն է մի մարդ լեգենդ, որը շատ դժվարությամբ համաձայնվեց հարցազրույցի, ով որպես կանոն ունի հսկայական փորձ, գիտելիքներ, սակայն գերադասում է մնալ տեսախցիկներից հեռու։ Մի մարդ, ով տարիներ շարունակ ղեկավարում է Medtech Service ընկերությունը, որը ստեղծվել է հեռավոր 1988 թվականին, մնացել է հավատարիմ իր անբիծ եւ որակյալ սպասարկման գաղափարին, որը դարձել է իր ընկերության կայունության եւ վստահության էտալոն, եւ ում խորհուրդներին լսելու համար գալիս են բոլոր բուժհաստատությունների ղեկավարները։ Այսօր մեր հյուրն է Medtech Service ընկերության հիմնադիր գլխավոր տնօրեն Աշոտ Մանուկյանը։ Մեր զրույցը այսօր նրա մասին է, թե ինչպես լինել միշտ պահանջված, ինչպես կատարել ռազմավարական կարևոր որոշումներ, երբ տրանսֆորմացնել բիզնեսը եւ երբ մնալ անփոփոխ։ Եվ այսպես կրկին առողջ երկիրն է եթերում, ես բժիշկ Մանուկյանն եմ եւ խոսում ենք նույնպես բժշկական սարքավորումների կարեւորության մասին եւ այսօրվա մեր հյուրն է Medtech Service ընկերության գլխավոր տնօրենը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Medtech Service ընկերություն գրեթե 40 տարի բավական մեծ հաջողությամբ շուկայում ներկայացնում է տարբեր տեսակի թե նորամուծություններ, թե տարբեր տեսակի սարքավորումներ, ստոմատոլոգիական, բժշկական, երևի թե պիոները, այսպես ասած, առաջինն է, որ ներկայացրել է տարբեր գործիքներ։ Ինչպես է դա ստացվել։ Ինչն է դրա հիմնական նախապայմանը լինել այսպիսի հեղինակավոր մեր շուկայում։ Բարև ձեզ, շատ հաճելի է ձեզ հետ զրուցել։ Այո, իսկապես Medtech Service ընկերությունը ստեղծվել է շատ վաղուց, ավելի քան 38 տարի առաջ, 1988 թվականին, սկզբից որպես կոոպերատիվ կազմակերպություն եւ 1995 թվականից արդեն վերափոխվեց որպես սահմանափակ պատասխանատվության ընկերություն եւ արդեն 38 տարի անընդհատ աշխատում է բժշկական սարքավորումների, պարագաների, նյութերի, ստոմատոլոգիական նյութերի, սարքերի, սարքավորումների ներմուծումով եւ վաճառքով մեր հասարակության բժշկական կազմակերպություններին, անհատ ձեռներեցներին, անհատ բժիշկներին, ստոմատոլոգներին, կոսմետոլոգներին եւ կարողանում ենք բարեհաջող կերպով իրականացնել այս գործընթացը։ Մեր հաջողության գրավականը փաստորեն միայն լավ բարձրակարգ սպասարկումն է, խորհրդատվությունը, մասնագիտական խորհրդատվությունը, երաշխիքային սպասարկումը, հետերաշխիքային սպասարկումը, գնային ճկուն քաղաքականությունը, on-line վաճառքը եւ մի շարք այլ հանգամանքներ մեզ օգնում են, որպեսզի մենք հաճախորդների հետ աշխատենք ըստ իրենց ցանկության, իրենց պահանջների, ընդառաջ են գնում բոլոր հարցերին, բոլոր լուծումները տալով նախորդ կազմակերպված ձևով։ Ես գիտեմ, որ կա այսպիսի մի գաղափար, անհատական մոտեցում, այսինքն յուրաքանչյուր հաճախորդ հանդիսանում է որպես այդպիսին արժեքավոր մեզ համար, կլինի այդ գնումը մանր թե մեծ, յուրաքանչյուր հաճախորդին վերաբերում եք անհատականորեն, այո։ Այո, իհարկե, մեզ համար ոչ մի նշանակություն չունի տվյալ բժիշկը կամ անձը ներկայացնում է պետական բժշկական կազմակերպություն, թե մասնավոր ձեռնարկություն, թե անհատ ձեռներեց, ոչ մի նշանակություն չունի։ Նույնիսկ փոքր գնումներ կատարելու դեպքում անհատական մոտեցումը պարտադիր է, ուշադրությունը մեր հաճախորդների նկատմամբ։ Մենք կարող ենք ասել, որ այսօր Հայաստանի Հանրապետության մոտ 90
տոկոսը բժշկական կազմակերպությունների եւ անհատ բժիշկների ճանաչում է մեզ, անհատական կապեր ունենք եւ շատ հարգանքով ենք տրամադրված մեկս մյուսի նկատմամբ։ 1988 թվական եւ հիմիկվա ժամանակները թերևս տենդենցիաները փոխվում են, կա դինամիկ աճ բժշկության եւ ընդհանրապես առհասարակ նաեւ տնտեսության, ինչու՞ չէ նաեւ ինչպիսի սարքավորումներ են հիմա ավելի ակտուալ, ավելի արդիական պահանջարկը, որը որ ավելի շատ է, որի ակտուալությունը, արդիականությունը ավելի շատ է։ 1988 թվականի համեմատ տեխնոլոգիաները, տեխնիկան եւ գիտությունը շատ է առաջ խաղացում ունեցել, այժմ ավելի շատ ցանկություն ունեն ձեռք բերելու այնպիսի սարքեր, ճառագայթաբանության հետ կապված սոնոգրաֆներ, ուլտրազանային սկանավորման սարքեր, ռենտգենյան սարքեր, ֆլուորոգրաֆիկ սարքեր եւ այլ դիագնոստիկ հետազոտման սարքերի հարցեր են առաջացնում բուժ կազմակերպությունները եւ բժիշկները եւ մենք կարողանում ենք համընթաց իրենց հետ, իրենց պահանջների հետ շարժվել, որովհետև ունենք մենք համապատասխան բարձր կվալիֆիկացիա ունեցող մասնագետներ, որոնք անձամբ կողմնորոշվում են այս կամ այն սարքի տեխնիկական պարամետրների եւ նորագույնության հետ կապված հարցերը։ Ուստի այդ կոնսուլտացիաների ընթացքում մենք հասկանում ենք բժիշկի ցանկությունը, նրա նախընտրելությունը եւ ըստ դրա մենք արդեն կարողանում ենք մասնակցել իրեն պատշաճ մակարդակի սարք եւ սարքավորումներ։ Medtech Service, երևի թե անունը արդեն բավականին շատ բան է ասում, այսինքն սերվիս, սպասարկում, նաև տեխնիկական սպասարկում, հետ երեխեքային սպասարկում, շատ կարևորում եք դա։ Այո, իհարկե, ես ասեմ, որ յուրաքանչյուր պատվերի դեպքում, սարքավորումի պատվերի դեպքում մեր առաքիչները մասնագիտացված ձևով, մեր տրանսպորտային միջոցների ձևով մատակարարում են այդ սարքերը Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում եւ համապատասխան ինժեներական կազմը տեղադրում է, ուսուցանում է, բացատրում է, ցուցադրում է այդ սարքավորումների աշխատանքը, որից հետո տալիս ենք 1 կամ 2 տարվա երաշխիքային սպասարկում։ 1-2 տարվա ընթացքում, եթե որևիցե հարց, խնդիր առաջանում է, մեր ինժեներների կողմից կատարվում է այդ բոլոր աշխատանքները։ Իսկ բացի այդ երաշխիքային ժամկետը վերանալուց հետո, առաջանալուց հետո մենք կատարում ենք հետ երաշխիքային սպասարկում, որը որ նաև շատ կարևոր է։ Մեր ինժեներները բարձրակարգ մասնագետներ են, վերապատրաստված տարբեր երկրների մեր պարտնյոր կազմակերպությունների կողմից իրանց սարքավորումների վերաբերյալ եւ ունեն բարձր մակարդակ։ Իրականում մենք գիտենք, որ 1988 թվական եւ հիմա բավականին շատ մարտահրավերներ են փոխվում, սակայն անկախ ամեն ինչից դուք բավականին ժամանակակից եք, ժամանակին համընթաց եք շարժվում որպես տնօրեն եւ առաջարկում եք նաեւ առցանց խորհրդատվություններ, նաեւ on-line վաճառքներ եք առաջարկում։ Արդյոք դա ունի հեռանկար։ Այո, իհարկե, մեր կազմակերպությունը կատարում է on-line վաճառքներ եւ on-line վաճառքների ծավալը գնալով ավելի մեծանում է, խորհրդատվությունը պարտադիր, միևնույն է, եթե ոչինչ չգնեն, տվյալ բուժ կազմակերպությունը եւ անհատ բժիշկները, մենք կատարում ենք մաքսիմալ խորհրդատվություն տվյալ սարքի վերաբերյալ տեխնիկական բնութագրերի պարզաբանման, նրա հնարավորությունների պարզաբանման եւ այլն հարցերով։ Եվ անկախ նրանից, թե չենք ակնկալում սարքը կգնեն, թե ոչ, լրիվ ամբողջ ինֆորմացիան մենք տրամադրում ենք իրենց։ Նաև ես քաջ տեղեկացված եմ, որ հեռավոր տարիներում դուք առաջինն եք, որ ներդրել եք, այսպես ասած, մաս վճարելու տարբեր տեսակի սարքավորումները, մաս վճարելու հնարավորություններ։ Այսօր դա բավականին զարգացել է եւ կան ավելի լայն հնարավորություններ այդ ամենի, այսինքն թե լիզինգային տարբերություններ, թե ապառիկ հնարավորություններ եւ այլն։ Մի քանի խոսք եթե կարելի։ Մենք վաղուց ներդրել ենք այն ապրանքների վաճառքի ձևաչափը, որ հնարավոր է անմիջապես
լրիվ ամբողջ ապրանքի գումարը չվճարեն, այլ վճարեն մաս-մաս, համապատասխան պայմանագիր կնքելով այդ անձի եւ մեծեղսերվիսի միջև, որպեսզի մեծ ներդրումներ միանգամից չկատարեն, այլ վճարեն մաս-մաս։ Եվ ամենամեծ նշանակություն տալիս ենք նաև լիզինգային վճարումներին։ Մենք համատեղ աշխատում ենք Armenian Leasing կազմակերպության հետ, շատ հեռանկարային ձևով 0% տոկոսադրույթ 0% կանխավճար ձևով աշխատում են մեզ հետ։ Դա մեծ հնարավորություններ է տալիս, որպեսզի միանգամից գնորդը մեծ գումարներ չներդնի, այլ մաս-մաս վճարի դրա դիմաց, սակայն ստանա 100% փոխադարձ արդյունք։ Եվ գտնում ենք, որ այդ մոտեցումը շատ կարևոր է եւ մեծեղսերվիսի համար, եւ համապատասխան բուժ կազմակերպությունների ծառայությունների համար։ Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար։ Հարգելիներս, ամենակարևոր արժեքը թերևս դա հեղինակությունն է, որը որ պահպանում է մեծեղսերվիս ընկերությունը, մնացեք մեզ հետ։